Հնարավոր է եվրոինտեգրման ճանապարհին կանգնած Մոլդովայի նման Հայաստանի իշխանությունն էլ որոշի երես թեքել Ռուսաստանից, իր ռազմավարական միակ դաշնակցից ու վերջնականապես շրջվի դեպի արևմուտք։ Կախված կլինի նրանից Հայաստանի իշխանությունները ինչպիսի կեցված կդրսևորեն այս հարցում, կհամաձայնվեն այս խաղի մասնակից դառնալ թե ոչ, եւ որ ամենակարևորն է ինչպիսի պլաններ ունի Հայաստանի հետ կապված նույն Եվրոպական միությունը։ Խաղ ասելով միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նկատի ունի Եվրոպայի հակառուսական քաղաքականությունը։ Միջազգայնագետը չի բացառում նաև, որ մեր երկրում 2026-ին կրկնվի Մոլդովայի նախընտրական եւ հետընտրական զարգացումների սցենարը։ Մոլդովայի ընդդիմադիր ուժերը չեն ճանաչում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Պնդում են, որ կեղծվել են դրանք։ Նրանց աջակիցների կարծիքով իրենց քվեն գողացել են։ Ընդդիմադիրներն այսպես են մտածում հաշվի առնելով արտերկրում ապրող 100 հազարավոր մոլդովացիների քվեարկության կազմակերպումը։ Մոլդովայից դուրս բերված 301 տեղամասերից միայն 2-ն են եղել Ռուսաստանում։ Այնինչ Դաշնության պաշտոնական աղբյուրներով տասնյակ հազարավոր մոլդովացիներ կան Ռուսաստանում, որոնք չեն կարողացել մասնակցել ընտրություններին տեղամասերի քիչ լինելու պատճառով։ Սակայն դիտորդական կազմակերպությունները այս ընտրությունները համարում են պատմական։ Ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով Մայա Սանդուի թիմը ամեն ինչ արել է եվրոպացի շեֆերի ցուցումներով։ Քաղաքագիտական շրջանակները Հայաստանի դեպքում էլ չեն բացառում այս սցենարը։ Եթե նրանք որոշեցին, որ Հայաստանում պիտի կրկնվի Մոլդովայի սցենարը, եւ Հայաստանը եւս իրենց պլաններում պիտի դառնա հակառուսականության կենտրոն եւ օջախ, ապա այո, կարող է նաեւ ինչ-որ բայի, օրինակ ընտրությունների ժամանակ Հայաստանի քաղաքացիներ, ովքեր ապրում են օրինակ Ռուսաստանում, իրենց քվեարկության արդյունքները չճանաչվեն, ինչպես չճանաչվեցին Մոլդովայի քաղաքացիների քվեները, որոնք քվեարկել են Ռուսաստանում։ Բալասանյանի կարծիքով Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունները պետք է Մոլդովայում տեղի ունեցածից հետո պարբերաբար հանդիպումներ ունենան Հայաստանում ԵՄ դեսպանի, դեսպանության աշխատակիցների եւ եվրոպական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Եվ զգուշացնեմ, որ եթե քայլեր չձեռնարկեն Հայաստանում այս սցենարը բացառելու համար, ապա դա որակելու են նպատակաուղղված քաղաքականություն երկրի ներսում իրավիճակը ապակայունացնելու համար։ Եթե ոչ իման չարվեց, եթե փորձեցին սիրաշահել եվրոպացիներին եւ բնած բարեհաճությունը ստանալ ընտրություններում 1 կամ 2% ավել ունենալու համար, սա շատ վտանգավոր է լինելու բոլորիս համար, այդ թվում նաեւ այդ կուսակցությունների համար։ Բալասանյանը նկատում է Հայաստանը արտերկրում միլիոնանոց սփյուռք ունի ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ կարող են օգտագործել դրսում ապրող Հայաստանի քաղաքացիների ձայները միջամտելով ընտրություններին։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։